2022 թվականի ժամանակային առումով հա դեպքերի մասին է խոսքը, երբ Փաստինֆո լրատվականը, որը հայտնի է հենց իրավական բնույթի լրագրողական հետաքննություններ անելով, դրա արդյունքները հրապարակելով եւ հերթական անգամ 22 թվականի մոտավորապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնում է հետեւյալ թեմայով հետաքննությունը. արդյոք Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը այն ժամանակ դեռ որպես քաղաքապետի տեղակալի պաշտոնում եւ միևնույն ժամանակ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ առևտրային կազմակերպությունում, այսինքն անիֆի մասին է խոսքը գնում, այո, օրինական է թե ոչ, քանի որ գործ ունենք հանրային պաշտոնյայի հետ, հա, եւ միևնույն ժամանակ առևտրային ընկերությունում տնօրենների խորհրդի նախագահ հանդիսացող անձի հետ Տիգրան Ավինյանի մասին է խոսքը գնում։ Եվ ուղղակի ոչ թե մի հատ հոդված է հրապարակում, հա, ինչպես հաճախ լինում է, այլ իրականացնում է վերլուծություն, ուղարկում է հարցումներ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, էկոնոմիկայի նախարարությանը եւ անիֆ հիմնադրամին։ Երեքին էլ հարցումների տրամաբանությունը նրանում էր, որ պարզենք Տիգրան Ավինյանի լիազորությունների շրջանակը, վարձատրություն ստանալու հանգամանքը, դերը առհասարակ կազմակերպության մեջ եւ արդյոք տվյալ պահին ճշտել, հաստատել կամ հերքել, հա, շարունակում են պաշտոնավարել որպես տնօրենների խորհրդի նախագահ, թե ոչ։ Կան այսպիսի փաստեր Տիգրան Ավինյանը քաղաքապետի տեղակալ է եւ անիֆի խորհրդի տնօրենների խորհրդի նախագահ է։ Եվ սա կարող է խախտել տեղական ինքնակառավարման մասին օրենքը, հանրային ծառայությունների մասին օրենքը եւ կան արգելքներ անհամատեղելիության, որը հնարավոր է, որ Ավինյանի կողմից խախտվել են։ Այդ ընթացքում հարցումները եւ ասում եմ, ուղարկել ենք հարցում, սպասում ենք պատասխանի։ Պատասխանները գալիս են կիսատ բռատ, ասենք 7 հարցի փոխարեն պատասխանում են ընդամենը 1 հարցի, որոնց օրինակ հաստատում են, որ Ավինյանը այո, հանդիսանում է տնօրենների խորհրդի նախագահ։ Կանադրությունը չեն տալիս, նա վարձատրություն ստանում է թե չէ, կամ եթե չի ստանում, երբվանից չի ստանում, չեն պատասխանում։ Եվ այս 3 սուբյեկտները, ինչի կառավարություն, որովհետև բաժնետերը գիտենք, որ տվյալ կազմակերպության, որը չնայած որ առևտրային կազմակերպություն է, բայց այնուամենայնիվ բաժնետերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն էր։ Եվ ոչ կառավարությունը, ոչ էկոնոմիկայի նախարարությունը նույնպես հստակ պատասխաններ չեն տալիս, մեկը մյուսի վրա բարթելով մոտավորապես, որ այս հարցը գտնվում է օրինակ, հա, էկոնոմիկայի նախարարությունը ասում է աշխատակազմի տիրույթում վարչապետի, հետևաբար ուղարկի կառավարությունը այնտեղից վերը հասցեագրում են անիֆին, որ արդեն իսկ չէր պատասխանել, ժողովրդի լեզվով ասած ցրողական էր պատասխան տվել, եւ այսպես ոչ մի հստակ բան չկա, իմիջիայլոց այդ լրատվական հոդվածներում Փաստինֆոյի հետ ամբողջ հրապարակված է։ Փաստինֆոն գալիս է համոզմունքների, որ Տիգրան Ավինյանի կողմից խախտվել է օրենքը, նա իրավունք չուներ զբաղեցնել մի կողմից բարձր քաղաքական պաշտոն, այսինքն քաղաքապետի տեղակալ Երևանի, եւ մյուս կողմից լինել առևտրային կազմակերպության ղեկավար մարմնի անդամ, տվյալ դեպքում տնօրենների խորհրդի նախագահ, նա տալիս է որակումներ լրատվամիջոցը, որ հաստատվեց քաղաքական կոռուպցիայի վարկածը եւ տալիս է նաեւ որոշակի գնահատականներ անիֆին, որ անիֆը փորձում էր իր հովանոցի տակ կամ իր ձեռքի տակ պաշտպանել, հա, այսպես ասած Ավինյանին, քանի որ իրենց ղեկավարն է եւ այլն, այսպեսի գնահատական դա հիմնված նրա վրա, որ տեղեկատվությունը հարցմանի պատասխան չէր տրամադրվում։ Այսպեսի գնահատականներով հոդված է հրապարակում, որի միտքը մեծ հաշվով եթե ամբողջացնենք, հետեւյալ է. Ավինյանը խախտել է օրենքը, հենց այդպիսի միտք էլ կա մեջը, նրա պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում անհամատեղելի է անիֆում զբաղեցրած պաշտոնի հետ կամ հակառակը։ Դրանից հետո մեկ ամսվա ընթացքում հայցադիմումով դիմում են դատան 2 սուբյեկտ՝ Տիգրան Ավինյանը, որպես ֆիզիկական անձ, եւ անիֆը արդեն որպես կազմակերպություն։ Երկուսն էլ մեղադրում են լրատվամիջոցին զրպարտության մեջ եւ պահանջում են ամեն մեկը, այսինքն յուրաքանչյուրը 6 միլիոն դրամ, սա հիշեցնեմ, որ օրենքի ամենաշատ հնարավոր փոխհատուցման գումարն է, որը կարող ես պահանջել։ Նպատակը շատ պարզ է։ Այնքան ճնշել նմանատիպ ֆինանսական եւ դատական հարցերը, որպեսզի լրատվամիջոցը ասի կոպիտ ասած շարից փորձանքից հեռու տվյալ քաղաքական գործին եկեք ես չանդրադառնամ։ Եթե կարճ ասեմ, առաջացանի դատանը մեկ նախադասությամբ աշխարհի բոլոր տակի նախադեպերը մեջ բերելով հանդերձ, որը կամ մի մասը կապ ուներ գործի հետ, մի մասը կապ չուներ, եւ վերջում տվել հետեւյալ եզրահանգումը արդեն իրենից խոսքը ըստ էության, որ այն ինչ որ ասում են հայցվորները, իսկ Ավինյանն ու անիֆը ճիշտ են ասում, եւ տվյալ արտահայտությունները թիրախավորում են
գործարար համբավը մեկի դեպքում, պատիվ արժանապատվությունը Ավինյանի դեպքում, վերաքննիչ դատարանը ըստ էության մեր վերլուծությունը համարել է հիմնավոր, ասել է, որ այո, ըստ էության վերացական են առաջինածանի դատարանի դատողությունները, դրա հիման վրա բեկանել է վճիռը, կատարել է նաև մի շարք իրավական եզրահանգումներ, իրավական դիրքորոշումներ է հայտնում, որոնցից ամենակարևորը ասեմ, ըստ էության վերաքննիչ դատարանը մեղել է, որ լրատվամիջոցի հոդվածում նշված եզրահանգումները հիմնված են եղել փաստերի վրա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը երևի թե մեծ դիտողները կիմանան ինչ մարմին է, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ հարուցել է թիվ 10/2022 վարույթը, հետո երկարացրել է ժամկետը, իսկ հետո կասեցրել է ինչու, որովհետև տվյալ թեմայով, տվյալ փաստերի մասով հարուցվել է քրեական գործ։ Հիմա առնվազն հոդվածի հրապարակման պահին արդեն բոլորին հայտնի էր, որ իրավասու պետական մարմինը խնդիր է տեսնում Տիգրան Ավինյանի պաշտոնավարման հանգամանքի մեջ, այսինքն դա շատ ավելի բարձր նշաձող է, քան անհրաժեշտ է լրատվամիջոցին հետաքննական լրատվական հոդված հանրությանը տրամադրելու համար։ Անկամ այդ նշաձողն է արկա եղել եւ մենք դա դատանում ասել ենք, որ առաջացանը հաշվի չէր առել։ Վերաքննիչ դատարանը դա էլ է նշել, որ կարևոր փաստերի մեջ։ Վերաքննիչ դատարանը ուղարկել է գործը նոր քննության մեկ պատճառով, որ ասել է առաջինածանի դատարանը սխալ է բաշխել պարտականությունների բեռը եւ այն հանգամանքը դիտավորության արատավորելու դիտավորություն ունենալու հանգամանքը պետք է դներ հայցվոր կողմի վրա, բայց դրել է պատասխանող կողմի վրա։ Ճիշտ է, պատասխանողը գրել է, որ դրա մասով հիմնավորումներ ներկայացրել է եւ ապացույցներ, որը կարող էր եւ չանել։ Բայց քանի որ ի սկզբանե ապացուցման բեռի պարտականությունը սխալ էր բաշխվել, սա արդեն մի քիչ իրավական, յուրահատկության հարց է, վերաքննիչ դատարանը գտել է, որ ճիշտ չի վերջնական եզրահանգում անել։ Ամեն դեպքում պետք է ապացուցման բեռը եւս մեկ անգամ բաշխվի եւ վերաքննիչ դատարանը ասել է հաշվի առնելով իմ կողմից տվյալ որոշման մեջ հայտնված իրավական դիրքորոշումները նոր քննություն է իրականացվում։ Եվ սպասում ենք արդեն սեպտեմբերի 11-ին, եթե չեմ սխալվում, երկրորդ նիստին, որտեղ խոստացել են անեֆից, որ ներկայացուցիչ կուղարկեն, մենք կունենանք նիստ, հույսով եմ, որ դրանով կեզրափակվենք, կունենանք վերջնական վճիռ, մի քիչ դժվար եմ հավատում դրան, բայց ճիշտ կլինի տվյալ սուբյեկտների համար դա չբողոքարկել, որովհետև ես մեծ համոզմունք ունեմ, որ մենք այդտեղ հաղթանակ ենք ունենալու։